Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնն աճեցնում է կարտոֆիլի բարձրորակ տնկանյութեր, որոնք հողի կարիք չունեն։ Դրանք օդով են սնվում, աճը համակարգչով է վերահսկվում։ Ինֆորմացիա է փոխանցվում պոմպին, որն էլ անհրաժեշտ սննդանյութերով հեղուկը փչում է բուսակների արմատներին։ Աերոպոնիկայի մեթոդն աշխարհում նոր չէ, բայց Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Ջերմության խոնավության CO2-ի անհրաժեշտ քանակը վերահսկվում է։ Մեթոդն արդյունավետ է, քանի որ ազդեցություն չեն կարող ունենալ նաև եղանակային պայմանները։ Հողում եղած բակտերիաներն ու վնասատուները կարող են կարտոֆիլի որակն իջեցնել 10-ից 100%-ով։ Այս մեթոդով ստացված տնկանյութերը վիրուսազերծ են։ Գյուղացին վերցրեց մեկը գնեց, մի գյուղացի ֆերմեր գնեց որակելցեն, իսկ հարևանը ցանի անորակցեն, իհարկե այդ իվանցը շատ արագ կտարածվեն։ Եվ դրա համար նպատակը նրան է կան, որ ասենք բոլոր գյուղացիներին ապահովենք որակյալ սերմով։ Ագրարային համալսարանի ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը արհեստական պայմաններում առանց հողի բույսերի աճեցման բարձր տեխնոլոգիական մեթոդը փորձնական է կիրառում։ Կարտոֆիլի տնկանյութերի ստացման այս եղանակը մեծ արդյունավետություն ունի։ Ասում են 1 հեկտար տարածքում ցանված տնկանյութերից հնարավոր կլինի ավելի քան 100 տոննա բերք ստանալ։ Ջերմատանը ստանում ենք 5-6 պալարս, կարող է 50-150 պալար ստանալ։ Մի բույսից։ Այդքան մեծ առավելություն ունի։ Եվ հետագայում դա ցանում ենք արդեն մյուս տարի դառնում ենք սուպեր, դա մի տարի դառնում ենք սուպեր էլիտա եւ էլիտա։ 3 տարին արդեն բավականացնում է, որպեսզի այդ ցիկլը ավարտի։ Մինչև աերոպոնիկայի մեթոդով կարտոֆիլի տնկանյութերի մշակումը բուսակները գտնվում են բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։ Այստեղ խաղողի վերացող տեսակներից մինչև արևադարձային բույսերի առողջացված տնկանյութեր են ստանում։ Դեղաբույսեր էլ ունենք այստեղ, ունենք ծաղկային կուլտուրաներ, նույնիսկ անանաս ունենք, անանաս ջերմատնային պայմաններում պետք է աճի, բայց համենայն դեպս ունենք բույսը, ունենք նաև կիվի։ Սերմնաբուծությունը թանկ հաճույք է եւ դրանով զբաղվում են տնտեսապես զարգացած երկրները։ Հայաստանը ներկրող երկիր է։ Աերոպոնիկայի մեթոդով ստացված կարտոֆիլի տնկանյութերը 3 տարի հետո պետք է բավարարեն երկրի ամբողջ պահանջարկը։ Եթե ներդրումներ արվեն եւ ծրագիրը հաջող ընթանա, մասնագետների հավաստմամբ երկիրը կարող է նաև արտահանել կարտոֆիլի որակյալ տնկանյութը։ Նազելի Գրիգորյան, Արմեն Շահոյան, Arnews։